Զրույց իրավապաշտպանի հետ հաղորդաշարի այսօրվա թեման չափազանց ծանր է, բայց նաև շատ կարևոր։ Այսօր խոսելու ենք 27 տարին լրացած այն քաղաքացիների մասին, ում նկատմամբ տարիներ առաջ նախաձեռնվել է քրեական գործ պարտադիր զինծառայությունից խուսափելու համար։ Եվ սրա հետ կապված վերջին ժամանակներս պետությունը օրենքը վերանայեց եւ նոր հնարավորություններ ստեղծեցին քաղաքացիների համար եւ առաջին հայացքից երբ որ նայում ես փոփոխություններին թղթի վրա չափազանց հաճելի է եւ հնարավորություն է քաղաքացիների համար ազատվելու քրեական պատասխանատվությունից, ազատվելու ճնշումներից, այսինքն պետությունը ներկայանում է այստեղ որպես պաշտպան եւ ըստ նոր փոփոխությունների ուրեմն 5 միլիոն դրամ կարող է վճարել 27 տարին լրացած քաղաքացին եւ ծառայել ընդամենը 6 ամիս, ուրեմն 1 ամիս եթե քաղաքացին ծառայի, ուրեմն պետքա վճարի այս դեպքում 8 միլիոն դրամ եւ 15 միլիոն դրամ կվճարի քաղաքացին այն դեպքում, եթե այդ քաղաքացին ճանաչվի ոչ պիտանի։ Թղթի վրա գրված այս կարգը, այս օրենքը չափազանց հաճելի է, հա, բայց ունենք իրավիճակ, որով պայմանավորված մենք ունեցել ենք ահազանգեր մի քանի քաղաքացիներից, ովքեր 27 տարեկանը լրանալուն պես ուրեմն լսելով նոր օրենսդրական փոփոխությունները վերադարձել են Հայաստան, որպեսզի վճարեն եւ ծառայեն ավելի քիչ ու փաստորեն սրա արդյունքում եւ ազատվեն քրեական պատասխանատվությունից եւ պետբյուջե գումարներ գնա եւ ստացվի այնպես, որ ինքը այնուամենայնիվ ծառայեց Հայաստանի Հանրապետության բանակում, բայց ստեղծված իրավիճակում ուրեմն քաղաքացիները երբ որ մոտենում են այս հարցով զինկոմիսարիատներին, ինչ որ չափազանց մեծ ուշադրությամբ սկսում են անցկացնել առողջական հետազոտությունը։ Ուրեմն մյուս բոլոր դեպքերում, երբ որ քաղաքացիների 27 տարեկանը լրացած չէ, մենք հաճախ ենք բարձրաձայնում դեպքեր, որ նրանց առողջական հետազոտությունը ոչ պատշաճ կերպով են, հա, ուսումնասիրել, ոչ պատշաճ կերպով են հետազոտել եւ մենք ունեցել ենք բազմաթիվ արդյունքներ, որ քաղաքացին ոչ պատշաճ զորակոչի արդյունքում է գնացել բանակ եւ առողջական խնդրի խորացման հետևանքով զինծառայությունը դադարեցվել է եւ քաղաքացին վերադարձել է տուն, այդպես էլ չավարտելով զինծառայությունը։ Այս դեպքերում մատերի արանքով են անցկացնում բուժ հետազոտությունները։ Մյուս դեպքում, երբ որ քաղաքացու 27 տարին արդեն լրացել է եւ ինքը վերադարձել է Հայաստան, որ պետքա վճարի 5 միլիոն դրամ եւ ծառայի 6 ամիս, ասենք օրինակ, կամ քաղաքացին վճարի 8 միլիոն դրամ եւ ծառայի 1 ամիս, այս դեպքում տարբեր հանձնաժողովներով տարբեր բուժ հաստատություններով քաղաքացիներին այնքան են անցկացնում բուժ հետազոտություն, որպեսզի անպայման մի այնպիսի խնդիր գտնեն նրա առողջականի վերաբերյալ, որ քաղաքացին այս անգամ վճարի 15 միլիոն դրամ կամ քրեական գործը մնա ուժի մեջ։ Այսինքն, այս փոփոխությունները կրում են ձևական բնույթ եւ այստեղ առաջանում է նաեւ սոցիալական անարդարություն։ Այսինքն, օրենքով համակարգում են մի վիճակ, որ եթե քաղաքացին ասենք, թե չունի ընդհանրապես գումար չունի, ինքը մնում է ճնշման տակ, մնում է քրեական գործով որպես հետապնդվող եւ գումար չունենալու արդյունքում նրա կյանքը այդպես էլ չի կարգավորվում։ Մյուս դեպքում, եթե քաղաքացին ունի գումար, հնարավոր է, որ բախտի բերմամբ օգտվի այս հնարավորությունից, քանի որ պետության մոտեցումը նաեւ հավասարաչափ չի, որովհետեւ տարբեր զինկոմիսարիատներում կան, մենք ունենք զինկոմիսարիատներ, որտեղ քաղաքացին վճարել է 5 միլիոն դրամ եւ ծառայել է 6 ամիս, բայց հատկապես, ասենք, մեր ստացած ահազանգերի դեպքում
մեկից ավելի քաղաքացիներ մենք այս մասով ստացել ենք 4 ահազանգեր։ Նրանց նկատմամբ քրեական գործը չի դադարեցվել։ Մի քանի անգամ արդեն ճանաչվել են պիտանի զորակոչի համար, սակայն բուժ հետազոտությունները այդպես էլ չեն դադարում։ Այսինքն քաղաքացին ստանում է տպավորություն, որ պետությունը ոչ թե նրան պաշտպանելու համար է, այլ պետությունը նրան նայում է որպես թիվ, նրան նայում է որպես վճարունակություն։ Նա կարևոր եւ մեծ արժեք չունի փաստորեն պետության համար եւ քաղաքացին այստեղ դադարում է հավատալ ու վստահել պետությանը եւ սրա արդյունքում խարխլվում են մեր պետության հիմքերը։ Այսպիսով մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին, հարգելի հետևորդներ, խնդրում եմ հավանեք, տարածեք, գրեք ձեր մեկնաբանությունները։